Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային ստորաբաժանումների 2018 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Ոստիկանության կոլեգիայի ամփոփիչ նիստին մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում, իսկ այժմ համակարգի առանցքային ստորաբաժանումներից մեկի ոստիկանության Երևան քաղաքի վարչության ամփոփիչ խորհրդակցության ընթացքի մասին։ Հունվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։ Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը։ Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների եւ բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ։ Հաշվետու զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ Անդրանիկ Իսկանդարյանը, որը ներկայացրեց մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի եւ հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ծառայությունների ցուցանիշներին, նախկինում կատարված կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին։ Նշվեց, որ անցած 12 ամիսներին Երևան քաղաքում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով եւ նյութերով անցնող 13251 հանցագործության դեպք, նախորդ տարվա 11685-ի դիմաց։ Միևնույն ժամանակ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ 11.1%-ով։ Անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակներին, զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մասնավորապես սպանության դեպքերի նվազում, հաշվառվել է սպանության 21 դեպք նախորդ տարվա 25-ի դիմաց։ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունյացյանն իր ելույթում անդրադարձավ հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, դրանցով հետախուզվող հանցագործների հայտնաբերման աշխատանքներին։ Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրին իրենց ստորաբաժանումների աշխատանքը, վերանեցին արկա խնդիրները, ներկայացրին աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։ Ամփոփելով խորհրդակցությունը, Գարիկ Ղուկասյանը հավաստեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ հաշվետու շրջանում արձանագրված բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ, շարունակելով հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման եւ կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը, որտեղ գրված քաղաքականությանը հավատարիմ ինքնամաքրման գործընթացը ոստիկանությունում շարունակվում է։ Ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների եւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394 միլիոն 826 հազար 218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ։ Ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144 միլիոն 704 246 դրամ։ Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես եւ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր եւ կատարվում է նախաքննություն, որի շրջանակում նշանակված լրացուցիչ ստուգումներով ճշտվում է պետությանը պատճառված վնասի իրական չափը։ Ոստիկանությունն այսուհետ էլ հետևողական է լինելու կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ պայքարում, հետևելով նախ եւ առաջ իրավապահ համակարգը այդ աղտից մաքրելու ու զերծ պահելու առանցքային սկզբունքին։ Շարունակում ենք թողարկումը։ Հանցագործությունների թվի առումով ամենածանրաբեռնվածը հասկանալի պատճառներով մայրաքաղաքի կենտրոնն է եւ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատանքն էլ բնականաբար ծանրաբեռնված է։ Ներկայացնենք մի քանի դրվագ այդ աշխատանքից։ Դեկտեմբերի 20-ին ոստիկանության կենտրոնական բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ անհայտ անձը Վարդանանց փողոցում գտնվող մի տաղավարից գողացել է բջջային հեռախոս։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 58-ամյա Արտաշես Մանուկյանը։ Հունվարի 14-ին գողություն կատարելու կասկածանքով Հյուսիսային պողոտայից նա բերման ենթարկվեց բաժին։ Պարզվել է, որ դեկտեմբերին Մանուկյանը բջջային է գողացել նաև մայրաքաղաքի մի առևտրի կենտրոնից, իսկ հունվարի 11-ին Տիգրան
մեծի պողոտայում գտնվող սուպերմարկետից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։ Հունվարի 17-ին ժամը 4-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած մի քաղաքացի հայտնեց, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում տարօրինակ ձայներ են լսվում եւ կարծես թե գողություն են անում։ 5 րոպե անց ոստիկանության օպերատիվ խումբը նշված բակի դալանում արձանագրեց, որ պահեսներից մեկի դուռը ծռված է։ Նույն պահին ոստիկանության կենտրոնական բաժնի եւ բարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները բակի շրջակայքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին 1985 թվականին ծնված Գառնիի բնակիչ Վլադիմիր Նազարյանին։ Նա ներկայացվել է քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, կատարվում է քննություն։ Հունվարի 22-ին ժամը 1:45-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժին դիմաց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին հայտնում էր, որ Պուշկինի փողոցում գտնվող ինտերնետային ակումբում գողացել են իր դրամապանակը։ Ըստ ուժողի դրամապանակում եղել էր դրամ, անձնագիր եւ բրազիլական բանկի 2 քարտ։ Կենտրոնականի ոստիկանները կատարվածի վերաբերյալ հաղորդում ընդունեցին, ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու եւ գողությունը կատարած անձին տաք հետքերով հայտնաբերելու ուղղությամբ։ Կարճ ժամանակում ոստիկանները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը Սարիթաղի բնակիչ 18-ամյա Գոռներ։ Ժամը 2:10-ին նա գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն։ 2 ամիս առաջ կատարված ավազակային հարձակումը բացահայտված էր, սակայն ոչ ամբողջությամբ։ Հարձակվողներից մեկին հաջողվել էր հենց դեպքի վայրից դիմել փախուստի։ Եվ ահա Մեծամորի քրեական հետախույզների հետևողական եւ համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտումն ամբողջացավ։ Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել ենք, թե նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ինչպես էին 2 դիմակավոր ինքնաձիգով մտել տուն, բայց գործը հաջողել չէին կարողացել։ Այսպես բացեցի, ուզում էի սենց դուրս գալ, ու տենամ 2 դիմակավոր մարդ վազում է իմ կողմը, որ վազեցին, ես դուրս սենց ուզեցա փակեմ, իրանք բացին։ Աղջիկս գոռաց, տեսան դրամ հետևին ներսիյանը, աղջկանս բռնել են, բերանը փակում են, որ ձեն չհանի։ Մենք երկուսով հարձակվեցինք իրանց վրա, ես ու կինս։ Այդտեղ սկսեցին քաշքշիլը, բրթիլը, բան, դրանք աշխատում էին, որ դուռը փակեն մեզ ներսում պահեն, չկարողանանք դուռը բացեն, որ օգնություն։ Ես ամոր մամաս ու պապաս հասմաբերները քաշում են մասկիկը, որ հանեն, մեկ էլ այդ մեկը ասում է կրակի, ով որ փախել է։ Ես ձեռքս գցեցի զենքին։ Այն մյուսի ձեռն էր ավտոմատը։ Այդ մյուսին բռնեցին, ավտոմատը քաշեց մեր ձեռից, պոկեց, մագազին ընկավ։ Ու ինքը փախավ։ Ընտանիքի անդամները հրաշքով չէին վնասվել, տնից որևէ բան հափշտակել չէր հաջողվել։ Արագ եւ օպերատիվ էին գործել նաեւ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները։ Զարգացումներն անկանխատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել։ Անապահ մեկնեցին Զարթոն գյուղ, պարզվեց ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը, ով բռնվել էր Արմավիրի բնակիչ Կարեն Ազիզյանն է, որին դեպքի վայրից անմիջապես բերման ենթարկեցին ոստիկանության Մեծամորի բաժին։ Ոստիկանները Կարեն Ազիզյանին բերման ենթարկելով սահմանափակվել եւ գործն ավարտված համարել բնականաբար չէին կարող։ Ուսումնասիրեցին տան տարածքը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց ԱԿՍ ինքնաձիգի 1 փամփշտատուփ 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, 2 դիմակ, գլխարկ, 1 զույգ ձեռնոց, էլեկտրաշոկ, մահակ, տոպրակ, որի մեջ կար կպչուն ժապավեն, պոլիմերային կապիչներ։ Ավազակային հարձակման փաստով հարուցվեց քրեական գործ, կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին։ Փախուստի դիմաց անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ լայնածավալ որոնողական միջոցառումներ սկսվեցին եւ ամիսներ անց հետեւողական աշխատանքը դրական արդյունք տվեց։ Պարզվեց փախուստի դիմաց անձն Արմավիրի բնակիչ Օմար Ազմանյանն է, որին քրեական հետախույզները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության Մեծամորի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Այս ամիս կողոպուտներ եւ ավազակային հարձակումներ կատարվեցին մայրաքաղաքում նույն վարկային կազմակերպության մասնաճյուղերում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ տարածքային բաժինների քրեական հետախույզների շաբաթներ տևած քրտնաջան աշխատանքը ներկայացնենք մի քանի րոպեում։ Հունվարի 5 Երևանի Հալաբյան փողոց։ Ոստիկանության Մաշտոցի բաժին կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հանցագործությունը կատարվել էր Հալաբյան 31 կոտորակ 6 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում։ Գլխարկով երիտասարդը, որն իբր վճարում կատարելու համար է մտել կազմակերպություն, հարմար առիթը որսալով անցնում է սեղանի մյուս կողմ ու դրամարկղից գումար հափշտակում։ Այս դեպքում հափշտակվել է մոտ 1.500.000 դրամ։ Կողոպտող երիտասարդի ակնհայտ քողարկված դեմքը որոշակի բարդություններ առաջացրին ինքնությունը պարզելու առումով։ Հետախուզական միջոցառումների ընթացքում նույն կերպ եւս մեկ կողոպուտ կատարվեց։ Հունվարի 14 Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոց։ Վճարում կատարելու պատրվակով դարձյալ նույն վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած երիտասարդը հարմար առիթը բաց չթողնելով ցատկում է սեղանից այն կողմ ու հափշտակում դրամարկղերի փողը։ Այս դեպքում 1.800.000 դրամ։ Դեպքերի համեմատական ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում ոստիկանները հանգեցին եզրակացության, որ երկու կողոպուտներն էլ կատարել են նույն անձը, չնայած կերպարանափոխությանը, ինչը բացահայտման ընթացքը շեղելու նպատակ է հետապնդում։ Հետևողական աշխատանքի եւ հրապարակման համար ոչ ենթակա գործողությունների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան կողոպուտները կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Դրանց մշակումից եւ հիմնավորումից հետո հունվարի 17-ին Երևանի բնակիչ 29-ամյա Ադամ Բաղդասարյանի նկատմամբ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հայտարարվեց հետախուզում։ Հետախուզվողին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում հափշտակություն կատարվեց նույն վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղում։ Հունվարի 21 Զաքարիա Քանաքերցու փողոց։ Դարձյալ կերպարանափոխված երիտասարդը հետախուզվող Ադամ Բաղդասարյանն է։ Այս դեպքում եւս հափշտակություն է կատարում, բայց արարքը որակվում է ոչ թե կողոպուտ, այլ ավազակություն։ Նա վարկային կազմակերպության աշխատակիցների հասցեին կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել, հափշտակելով 1.188.000 դրամ։ Այս դեպքից հետո երիտասարդը ազատության մեջ մնում է ընդամենը 5 ժամ։ Նրա հայտնաբերման միջոցառումներին միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն օպերատիվ աշխատանքով պարզում են, որ Ադամ Բաղդասարյանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում է։ Ոստիկանության ծառայողները ժամը 23:10-ի սահմաններում հենց Աբովյան փողոցում հայտնաբերում են նրան ու բերման ենթարկում։ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա խոստովանական ցուցմունք է տվել։ Դատարանի որոշմամբ Ադամ Բաղդասարյանը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ադամ Բաղդասարյանի հայտնաբերման օրը հունվարի 21-ին դարձյալ ավազակային հարձակում էր կատարվել նույն վարկային կազմակերպության, այս դեպքում Կոմիտասի պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Դեպքը նախորդից տարբերվում էր, երիտասարդը բժշկական դիմակով էր, ձեռքին էլ դանակ կար։ Նա դանակի սպառնալիքով հափշտակում է 1 միլիոն դրամ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ Արաբկիրի բաժինների ծառայողները ձեռնարկելով համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ ժամերի ընթացքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ոստիկաններից ընդամենը 1 օր պահանջեցին։ Դեպքի հաջորդ օրը հունվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Սամուել Ֆարմանյանին։ Երևանի բնակիչ 25-ամյա Ֆարմանյանին ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Երիտասարդը նախ որպես կասկածյալ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Խափանման միջոցը կալանք։ Դեպքի հանգամանքներն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, կատարվում է նախաքննություն։ Շարունակվում է պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ։ Հերթական բացահայտումը, որ համագործակցության արդյունք էր, գրանցվեց հունվարի 17-ին։ Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ։ Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց։ Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Մեղրիի բաժնի
ծառայողների հետ համատեղ Մեղրի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Աբովյանի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ճամփրուկից հայտնաբերել են մեթամֆետամին եւ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ, Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։ Մայրաքաղաքի ամենաբանուկ մասերից մեկում օրը ցերեկով մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը։ Արաբկիրի քրեական հետախույզներն արագ հայտնաբերեցին օրինախախտներին։ Քրեական պատասխանատվության հարցը կլուծվի քննությամբ։ Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ իջնելով Opel Mach-Nishի ավտոմեքենայից կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում Mercedes Mach-Nishի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի եւ Նայիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովանեսյանին, որն Opel-ի վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովանեսյանին եւ 23-ամյա Կարո Սարգսյանին։ Նախնական տվյալներով միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրաց չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզեցին նաեւ միջադեպի մյուս մասնակիցների, այդ թվում կրակոց արձակած երիտասարդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին են կամավոր ներկայացել Երևանի բնակիչներ 27-ամյա Գարեգին Ստեփանյանն ու 24-ամյա Ռոբերտ Շանոյանը։ Վերջինս իրավապահներին ներկայացրել է մեկնարկային ատրճանակ, որն առգրավվել է։ Կան կալանավորված անձինք, նախաքննությունը շարունակվում է։ Խուլիգանության մի դեպք էլ գրանցվել էր Արարատի մարզում, այս դեպքում արարքի դրդապատճառն այլ էր։ Ու թեև դեպքի վերաբերյալ ահազանգ չէր հնչել, բայց տեղի քրեական հետախույզները օպերատիվորեն պարզեցին կատարվածի հանգամանքները։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունվարի 18-ին Մղչան գյուղի կամրջի մոտակայքում ատրճանակից կրակել են։ Մասիսի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի գործընկերների հետ հունվարի 19-ին Բուրաստան գյուղից խուլիգանություն կատարելու կասկածանքով իր վարած Toyota-ով հանդերձ ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին 31-ամյա Ամատունի Գրիգորյանին։ Բաժնում պարզվեց, որ ժամը 12:30-ի սահմաններում Գրիգորյանն իր անվամբ հաշվառված Auto 75 տեսակի գազային ատրճանակից 2 անգամ օդ է կրակել։ Նա ոստիկաններին ներկայացրեց ատրճանակն ու հայտնեց, որ ցանկացել էր պարզապես փորձարկել այն։ Դեպքի արդիվ նյութեր են նախապատրաստվել, կատարվում է քննություն։ Արարատի մարզի Սուրենավան գյուղում ծագած անհամաձայնությունը զարգացում ունեցավ։ Հարցը լուծել գյուղական կարգով չհաջողվեց, ավելին հետևանքներ ունեցավ եւ ստիպված էին միջամտել Արարատի քրեական հետախույզները։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։ Հունվարի 22-ին ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզեցին, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխել Սուրենավանի 3 բնակչի, որոնք 30, 35 եւ 47-ամյա տղամարդիկ են։ Նրանց մոտ ախտորոշվել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաներից մեկը եւս վնասված էր նախնական վարկածով կրակոցների հետևանքով։ Տեղում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները օպերատիվ պարզեցին, որ մեքենաներից մեկը Ժիգուլին տուժող կողմինն է։ Շուտով հայտնի դարձավ, որ Նիվան էլ մյուս կողմինն է։ Միջադեպից հետո մեքենան թողել էին դեպքի վայրում ու հեռացել։ Ոստիկանների տվյալներով Նիվան պատկանում է հենց Սուրենավանում ապրող 22-ամյա Արգիշտի Բրոյանին։ Մինչ քննիչներն ու փորձաքրյագետներն ուսումնասիրում էին դեպքի վայրը, հայտնաբերելով առնանման հետքեր եւ Կալաշնիկով ինքնաձիգի կրակված պարկուշներ, քրեական հետախույզները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով Արգիշտի Բրոյանի ոչխարները մտել են հետագայում հիվանդանոց տեղափոխված անձանց պատկանող հողատարածք եւ վնաս հասցրել։ Իբրև վնասի հատուցում տուժողները Բրոյանի ոչխարներից մի քանիսը վերցրել են։ Բրոյանն էլ իմանալով այդ մասին ազգականների հետ Նիվայով եկել է ոչխարները հետ վերցնելու։ Սկսված վեճի ընթացքում էլ մեքենայից վերցրել է
ինքնաձիգն ու կրակահերթ արձակել համագյուղացիների ուղղությամբ, ինչից հետո հեռացել են։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Արարատի ոստիկանները համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ Արգիշտի Բրոյանին ու հանցագործության գործիք ինքնաձիգը րոպե առաջ հայտնաբերելու եւ նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում կամ զանգահարել 102 010 59 06 31 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մասնագիտական տոնն է։ Այդ առթիվ մեր ստեղծագործական խումբը պատրաստել է ռեպորտաժ, որը պատմում է մասնագիտության պատմության եւ մեր փորձաքրեագետների նվաճումների մասին։ Հանցագործությունների բացահայտման գործում գիտական մեթոդների օգտագործումը ժամանակի հրամայականներից էր։ Դա 1910-ականների վերջերն էր։ Հիմնվեցին դատական փորձաքննությունների առաջին կաբինետները։ Խորհրդային միության ձևավորումից հետո փորձաքրեագիտական ծառայություններ ստեղծելու գործընթացը նոր թափ առավ։ 1926-ի հունվարի 26-ին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը որոշում կայացրեց քրեական հետախուզությանը կից գիտատեխնիկական ստորաբաժանման ստեղծման մասին։ Դատական որոշ փորձաքննություններ, լուսանկարչություն, մատնադրոշմային հարցերով խորհրդատվություն, փորձագետ քրեագետների գործունեության շրջանակը սահմանափակվում էր այսքանով։ Հիմնադրման օրվանից անցել է ավելի քան 90 տարի։ Փորձաքրեագիտական ոլորտի գիտական նվաճումներին համահունչ քայլող, բարդ ու պատասխանատու փորձաքննություններ իրականացնելու ունակ, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով հագեցած, արհեստավարժ աշխատակիցներով, ահա Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բնութագիրը։ Այստեղ է գտնվում մեր երկրում միակ էլեկտրոնային քարտադարանը, որտեղ թվայնացված տարբերակով պահվում են դատապարտված անձանց մատնահետքերը։ Փորձաքրեագիտական վարչությունում են կատարվում դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերի համեմատական հետազոտությունները, բարդ ու պատասխանատու հետազոտություն 0-ի հասցված սխալվելու հավանականությամբ։ Բաժնի ծառայողների համար չթերանալը սկզբունք է, նրանց թերացումը ճակատագրական կարող է լինել մարդկանց համար։ Այս ստորաբաժանման ծառայողներն իրենց եզրակացություններով նույնիսկ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտել։ Սա պատիվ է ոչ միայն իրենց, այլև ողջ համակարգի համար։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում է գտնվում նաև մեր երկրի միակ գնդակապարկուճադարանը։ Այստեղ են պահվում Հայաստանի տարածքում շրջանառվող բոլոր ակոսափող զենքերի, ստուգողական կրակոցների գնդակներն ու պարկուճները։ Գնդակապարկուճադարանի ծառայողները հեշտությամբ կարողանում են պարզել, ասենք հրազենով կատարված սպանության դեպքի վայրում ինչ տեսակի հրազեն է գործադրվել, բոլոր կրակոցները նույն զենքով են արձակվել, թե տարբեր եւ այլն։ Ի դեպ հրազենով կատարված հանցագործությունների վայրերից հայտնաբերված պարկուճներն ու գնդակները եւս համապատասխան փորձաքննություններից հետո պահվում են հանրապետական գնդակապարկուճադարանում։ Պարկուճներին արկա հետքերը եւս թվայնացված տարբերակով արխիվացվում են, անհրաժեշտության դեպքում կատարվում են համեմատական հետազոտություններ։ Այս դեպքում եւս սխալվելու հավանականությունը հասցված է 0-ի։ Այստեղ են որոշվում նաեւ թե փորձաքննության ուղարկված զենքը պիտանի է կրակելու, քանի միլիմետր տրամաչափի փամփուշտ կրակելու համար է նախատեսված, գործարանային արտադրության է, թե տնայնագործական պայմաններում է պատրաստվել եւ այլն։ ԴՆԹ հաշվառումներ։ Այս առումով եւս ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը միակն է մեր երկրում։ Այստեղ են արխիվացվում դեպքի վայրերում հայտնաբերված կենսաբանական ծագման տեսանելի եւ անտեսանելի հետքերի ուսումնասիրմամբ ստացված գենետիկական տվյալները։ Սա նպաստում է հանցագործությունների օպերատիվ բացահայտմանը, քանի որ ունի ապացուցողական նշանակություն։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հատուկ հետազոտությունների բաժին։ Այն մեր երկրում ոլորտի առաջատար հաստատություններից է, պատկերավոր ասած մի ամբողջ կարողություն արժեցող ժամանակակից տեխնիկական հնարավորությամբ լաբորատորիայով։ Այստեղ են որոշվում փորձաքննության ներկայացված նյութերն ու զանգվածները թմրամիջոցներ են, թե ոչ։ Հատուկ հետազոտությունների բաժնի մասնագետները կարող են անգամ վերջին սերնդի բնական ու արհեստական թմրամիջոցների նույնականացման փորձաքննություններ կատարել, անատոմիա-մորֆոլոգիական հատկանիշների պարզաբանման
համեմատմամբ։ Ժամանակակից տեխնիկայով հագեցված լաբորատորիայում ուսումնասիրվում են նաև պայթյունի հետքեր, վառելիքաքսուկային նյութեր եւ այլն։ Հատուկ հետազոտությունների բաժնում են կատարվում նաև մանրաթելային ամենաբարդ փորձաքննությունները, որոնց արդյունքում հնարավոր է լինում պարզել փոխադարձ փոխազդեցության հանգամանքը։ Ասենք օրինակ վարորդներից մեկը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում իրավապահների տեսադաշտում հայտնվել է կասկածվողը, ապա նրա հագուստի գործվածքի մանրաթելերի եւ վարորդի նստելատեղից վերցված մանրաթելերի համեմատական հետազոտությամբ հնարավոր է լինում պարզել նաեւ այլ մեքենան թե ոչ։ Ոստիկանության փորձաքրյագիտական վարչությունում է կատարվում հանցագործության դեպքի վայրերից հայտնաբերված իրեղեն ապացույցների նեղմասնագիտական զննությունը, որի արդյունքում հնարավոր է լինում պարզել հրազենի սուր կտրող ծակող առարկայի, թե այլ իրի հետևանքով է պատռվել հագուստը։ Սա ամենաբարդ եւ ժամանակատար հետազոտություններից է։ Ի դեպ, հատուկ հետազոտությունների բաժնի աշխատակիցները համալիր փորձաքննություններով կարողանում են որոշել նաեւ, թե ինչ հեռավորությունից է հրազենային վնասվածքը պատճառվել, հիմնավորել կոնկրետ անձի կողմից կրակոց կատարած լինելու, նաև կոնկրետ անձի կողմից զենք կրած լինելու հանգամանքները։ Դատաձեռագրաբանական եւ փաստաթղթերի դատատեխնիկական հետազոտությունների բաժանմունք ոստիկանության փորձաքրյագիտական վարչության կարևորագույն ստորաբաժանումներից է։ Կեղծ փողեր, ստորագրություններ, կնիքներ, փաստաթղթեր, նույնիսկ կտակներ։ Ահա թե ինչի հետ գործ ունեն այս բաժանմունքի մասնագետները։ Նրանք ունեն մեր երկրում շրջանառվող բոլոր փաստաթղթերի նմուշ բնօրինակները, որոնց օգնությամբ էլ կատարում են համեմատական հետազոտություններ։ Եթե փորձաքննության ներկայացված փաստաթղթի համեմատական հետազոտությամբ պարզվի, որ այն կեղծ է, ապա հարցը կտեղափոխվի քրեական պատասխանատվության դաշտ։ Վերջում անդրադառնանք նաև մեթոդական ապահովման եւ հետքաբանական հետազոտությունների բաժնի գործունեությանը։ Ստորաբաժանման պրոֆեսիոնալները զբաղվում են հանցագործության գործիք հանդիսացող տեխնիկական միջոցների թողած հետքերի ու վնասվածքների հետազոտությամբ։ Պարզում են փականը բնօրինակ բանալիով է բացվել, թե հարմարեցված գործիքով։ Կատարում են ճանապարհատրանսպորտային պատահարների բազմակողմանի հետքաբանական հետազոտություններ, ինչպես եւ զբաղվում են սառը զենքերի, կեղծված համարանիշերի ու նույնականացման համարի վին կոդերի հետազոտմամբ։ Ստորաբաժանումը տարեցտարի հագեցվում է տեխնիկական հնարավորություններով։ Քալքի հետքի սկանավորման եւ հետազոտման համալիրը վերջին ձեռքբերումներից է, որի միջոցով հնարավոր է պարզել ենթադրյալ հանցագործի հասակը, տարիքը, ֆիզիկական հնարավոր արատները, քայլերի տեմպը, նույնիսկ մոտ իրեր եղել են թե ոչ։ Թվարկվածը մի մասն է միայն այն հետազոտությունների, որոնք կատարում են ոստիկանության հետքաբանները։ Շնորհավոր մասնագիտական օրդ, հասարակության աչքին քիչ երևացող դեպքի վայրերում անձայն աշխատող, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում ամուր կանգնած փորձաքրյագետ։ Հասարակական կարգի պահպանությունը ոստիկանության կարևորագույն խնդիրներից է, որի իրականացումը պահանջում է ամենօրյա եւ ամենժամյա աչալուրջ ծառայություն։ Հունվարի լույս 20-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապակետային ծառայության գնդի ոստիկանները իրականացրել են գիշերային ուժեղացված ծառայություն։ Նախքան ծառայության մեկնարկը պարեկայինները հրահանգավորվեցին։ Նրանց ներկայացվեցին ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի գերազանց պահպանություն, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխում ու խափանում, ինչպես եւ ահազանգերին արագ արձագանքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկայինները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերելու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել օրհնությունությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։ Հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարչական պատասխանատվության են ենթարկվել հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանությունը ահազանգ հնչեց, որ կենտրոնի բակերից մեկում հրավառություն է։ Պարեկայինները արագ արձագանքելով հայտնաբերելու ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել 15-ամյա Արթուրին։ Նրա խոսքով հրավառությունը կազմակերպել է ընկերուհու ծննդյան կապակցությամբ, հրագործական առարկան եւս հայտնաբերվել է։ Մեր համակարգացիների եւ հյուրերի գիշերային անդորով մտահոգ պարեկայինների ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ոստիկանության զորքերի մարտիկներն արդեն երկար ժամանակ է, որ իրենց անմիջական գործառույթներին զուգահեռ ստանձնել են նաև հայրենիքի սահմանների պահպանության գործը, ինչի համար անհրաժեշտ են հավելյալ հմտություններ։ Հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող համահավաք վաշտի ծառայողներն անցկացրին հատուկ պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում ուշադրություն դարձվեց հենագետերի հերթափոխերի անցկացման կարգին, մարտական հաշվարկման
կարգով գործելուն, դիտորդի կողմից պարտականությունների կատարմանը, անվտանգության կանոնների պահպանմանն ու առաջին բուժօգնության ցուցաբերմանը։ Պարապմունքների նպատակն է մարտական հերթափոխություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին առավել սերտ ծանոթացնել մարտական հերթապահության խնդիրներին, ստուգել զինծառայողների գիտելիքները եւ ունակությունները, մարտական հերթապահության կանոնների եւ առանձնահատկությունների իմացությունը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։